Բարև ձեզ սիրելի բարեկամներ, սկսում ենք Astromix հաղորդաշարի հերթական թողարկումը։ Եվ այսօր շատ հետաքրքիր թեմայի շուրջ ենք խոսելու ինչ է սպասվում մարտին։ Բավականին ծանր եւ բարդ ամիս է, նամանավանդ օրհասական ապրիլի նախաշեմին, բայց մինչ բուն թեմային անցնել է սիրելի բարեկամներ, հորդորում եմ ձեզ անպայման բաժանորդագրվել Anti-Fake YouTube-յան ալիքին, բաժանորդագրվեք նաև իմ երկու YouTube-յան ալիքներին, Աստղային խորհրդատու Աննե Հախվերցյանի հետ YouTube-յան ալիքին եւ Աստրոմագիա եւ Թալիսմաններ իմ երկրորդ մոգական YouTube-յան ալիքին, որտեղ արդեն գրեթե ամեն օր նոր արարողակարգեր են լույս տեսնում։ Սիրելի բարեկամներ, ես տարիներ առաջ իհարկե կանխատեսել էի այս Ամերիկայի բախումը Իրանի Իսլամական Հանրապետության հետ, դա անխուսափելի է ռազմաքաղաքական այս բարդ իրավիճակում եւ շատ մանրամասն այդ կանխատեսումները արել եմ դեռևս 3 տարի առաջ վերլուծելով Իրանի Իսլամական Հանրապետության աստղային քարտեզը, այնպես որ այն համացանցում զանազան աստրոհոգեբաններ, այսպես ասած, ղուրբազներ, քարտ գցողներ, նրանք այսպես թնդում են ամբողջ համացանցով մեկ, թե մենք կանխատեսումները արել ենք իրականում դեռ տարիներ առաջ եւ անգամ տասնյակ տարիներ առաջ ես կանխատեսել եմ, որ երրորդ համաշխարհային պատերազմը սկսվելու 2020 թվականին, ըստ էության 2020 թվականին սկսվեց հիբրիդային պատերազմը մարդկության դեմ COVID համավարակի տեսքով եւ որին զոհ գնացին 100,000-ավոր մարդիկ, այսինքն կորուստները մարդկության, կարելի ասել համարյա նույնն են, ինչ որ այդ իսպանական գրիպի կորուստները 20-րդ դարի սկզբին։ Բայց իհարկե ոչ ոք դրա մասին չի խոսում, որ արդեն սկսված է երրորդ համաշխարհային պատերազմը եւ սա պարզապես հերթական ճակատամարտն է, որովհետեւ տեսեք 20 թվականին տեղի ունեցավ այդ համավարակը, նաեւ 44-օրյա պատերազմը, որը երրորդ համաշխարհային պատերազմի պարզապես դրվագներից մեկն է եղել այդ 44-օրյա դժնդակ պատերազմը, այնուհետև 22 թվականին սկսվեց հատուկ ռազմական գործողություն Ռուսաստանի գործողությունը Ուկրաինայի դեմ, որը երրորդ կարևորագույն դրվագն էր այս պատերազմի եւ ահա չորրորդը եւ ամենավճռական, այսպես ասած, վճռորոշ եւ վճռաբեկ արարը դա փետրվարի 28-ին սկսված ԱՄՆ եւ Իսրայելի զորքերի համատեղ հարձակումը Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, որը որ ես բազմիցս դա նշել եմ իմ հարցազրույցներում, որը պետք է որ կանխատեսվել էր իմ կողմից եւ պետք է որ տեղի ունենար հենց 2026 թվականի գարնան ամիսներին, ամենաուրհասական ժամանակահատվածում Իրանի Իսլամական Հանրապետության համար, ինչու, որովհետեւ երկու բարձրագույն մոլորակներ սահմանափակումների, նեղության, բարդությունների, խոչընդոտների մոլորակ Սատուրնը, գիտեք, փետրվարի 14-ին արդեն մուտք է գործել Խոյ, որտեղ գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետության արեգակ, այսինքն պետության ղեկավարը անմիջական հարվածի տակ է, որը եւ 100%-ով իրականացված կատարված կանխատեսում էր եւ հենց պատերազմի առաջին օրերին զոհվեց Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Ալի Խոմեյնին։ Դա արդեն փաստ է, այսինքն 100%-ով իմ այդ բոլոր կանխատեսումները իրագործվեցին։ Միաժամանակ նաև հունվարի վերջում, հունվարի 26-ին գիտեք, որ Նեպտունը անորոշության, միստիկայի, թյուրիմացությունների, մոլորությունների մոլորակ Նեպտունը նույնպես մոտ գործեց Խոյ կենդանակերպ, որը եւ նշանակում է հենց այդ հոգևոր տրանսֆորմացիան, այսինքն պատերազմ հոգևոր մակարդակում, այսինքն նաև պատերազմ արժեքների դեմ, պատերազմ
կրոնական պատերազմն էր։ Դա է խորհրդանշում Նեպտունի մուտքը Խոյ կենդանակերպ, որը եւս տեության ԱՄՆ-ն եւ երկու մարդակեր եւ մարդասպան եւ ցեղասպան պետությունները ԱՄՆ-ն եւ Իսրայելը իրագործում են Պարսկաստանի դեմ, այսինքն կրոնական, նույնպես դա կրոնական պատերազմ է, դա Թրամփը իբրև թե բոլոր աշխարհում բոլոր քրիստոնյաների պահապանն է, խաղաղության աղավնին է, բայց մենք տեսանք, որ որևիցե մատը մատին չխփեց, երբ տեղահանվեցին մեր քույրերը եւ եղբայրները Արցախից, այսինքն սա ուղղակի ձևական ինչ որ ներկայացում է կարելի ասել, թաթերական ներկայացում է, իբրև թե մենք ամերիկացիների կողմից, իբրև թե մենք բերում ենք խաղաղություն, մենք բերում ենք, չգիտեմ, քրիստոնյաների համար պաշտպանություն եւ այլն, բայց իրականում դա ունի մենակ մեկ նպատակ՝ ոչնչացնել հին բոլոր քաղաքակրթությունները եւ կրկին անգամ ամրագրել միաբևեռ աշխարհ, այսինքն աշխարհ, որտեղ կենտրոնական դերը եւ նշանակությունը պատկանում է ԱՄՆ-ին։ Այնպես որ իսկապես Իրանի Իսլամական Հանրապետություն շատ բարդ օրեր են սպասվում, այս պատերազմում ես կարծում եմ այս համաշխարհային պատերազմի 4-րդ ճակատամարտում, այսպես ասած, չի լինելու ինչ որ հաղթողներ եւ ոչ մի կողմը չի ճանաչի իրեն պարտված, բայց այնուամենայնիվ Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ առհասարակ մեր ողջ տարածաշրջանը կրելու են մեծագույն վնասներ ինչպես տնտեսական ոլորտում, այնպես էլ էկոլոգիական ոլորտում, որովհետև այն դեպքում, եթե պատերազմի մեջ մտնեն Ադրբեջանը եւ Թուրքիան, իսկ դա արդեն մոտակա օրերին շատ հավանական սցենար է, որովհետև ամեն կերպ սադրանքների միջոցով փորձում են Ադրբեջանին եւ փորձում են այնպիսի իրավիճակ նախադեպ ստեղծել, օվերտոնի պատուհան բացել, որպեսզի Ադրբեջանը նախ ներգրավվի այս պատերազմի մեջ, իսկ այնուհետև երբ իհարկե Ադրբեջանը մտնի այս հակամարտության մեջ, բնականաբար Թուրքիան իբրև Ադրբեջանի մեծ եղբայր եւ մեծ պետության մի հատված, մեկ ժողովուրդ երկու պետություն այդ Ուրեմն կարգախոսի ներքո իհարկե անպայման կմիանես։ Եթե Թուրքիան մտավ այս պատերազմի մեջ, սիրելի բարեկամներ, իսկապես արդեն երրորդ համաշխարհային պատերազմը կստանա շատ հստակ ուրվագծեր, որովհետև ՆԱՏՕ-ն է մտնում պատերազմի մեջ, որը որ արդեն կնշանակի, որ աշխարհի, այսպես ասած, բոլոր եվրոպական պետությունները, գումարած Թուրքիան, դա հսկայական ուժեր են Պարսկաստանի դեմ, որը որ շատ սարսափելի սցենար է, այդ դեպքում իհարկե Հայաստանը պարզապես աշխարհի երեսից կջնջվի, որովհետև անգամ եթե Հայաստանի դեմ որևիցե ռազմական ագրեսիա չհրվի, ապա այն արկերը, այն անօթաչու սարքերի քանակությունը, որոնք Պարսկաստանից կուղղորդվեն դեպի Թուրքիա, դա արդեն բավարար է, որ Հայաստանի սահմանը պարզապես ռմբակոծվի։ Այդպես կարող է տեղի ունենալ մի երկու արկ շեղվեն իրենց ճանապարհից, ճիշտ է, ժամանակակից արկերը շատ ճշգրիտ են, բայց իհարկե մենք չենք կարող երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետության տարածքը չի ռմբակոծվելու է, եթե Թուրքիան մտնի պատերազմի մեջ, սիրելի բարեկամներ, իհարկե այդ ամենի մասին մենք կխոսենք մեր հաջորդ թողարկումներում։ Ահա այսքանը, սիրելի բարեկամներ, այն մասին, թե ինչ է մեզ սպասվում մարտ ամսվա ընթացքում, անպայման բաժանորդագրվեք Anti-Fake YouTube-յան ալիքին, բաժանորդագրվեք նաև իմ YouTube-յան ալիքներին, Աստղային խորհրդատու Աննե Հաղվերդյանի հետ, YouTube-յան ալիքին եւ Աստրոմագեվ Թալիսմաններ YouTube-յան ալիքին, հետևեք ինձ նաև Facebook-ում, TikTok-ում, Instagram-ում եւ Telegram-ում։ Եվ ավանդաբար, ինչպես միշտ, բոլոր հաղորդումների վերջում ես կրկին եւ կրկին ասում եմ ազատություն բոլոր քաղաքական բանտարկյալներին։
ինչպես Հայաստանի տարածքում գտնվող եւ տառապողներին, այնպես էլ Ադրբեջանի բանտերում գտնվողներին։ Ես ձեզ մաղթում եմ ամենայն բարիք, կհանդիպենք ստեսություն։